Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին։ Փակ TV-ն, որը ինչպես բազմիցս ասել եմ, փաստերի, անակնկալների եւ շատ հետաքրքիր կարծիքների հեռուստաալիք է։ Ամեն անգամ, երբ մեզ մոտ գալիս են մարդիկ, մեր ունկնդիրը իհարկե առաջին հերթին անմիջապես իր կարծիքն է կազմում այդ յուրի մասին։ Իսկ երբ առաջին անգամ ինք մեր տաղավարում հյուրընկալում այդ հյուրին, մենք ենք փորձում նրա համար ստեղծել այնպիսի տրամադրություն, այնպիսի մթնոլորտ եթերային, որ նա մեզ մոտ ինչպես բոլորը շատ ազատ ու այսպես ապահովված գա, որտեղ լավ մտածելով, որ հյուրընկալվել է մի ընտանիքի, որտեղ հյուրերի համար իսկապես շատ այսպես ցավում են եւ հյուրերի համար պատրաստ են ամեն ինչի։ Ինչ եմ ասում, որտեղ այսօրվա հյուրը առաջին անգամն է Փակ TV-ի տաղավարում։ Դերասան, ռեժիսոր Կարեն Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, շատ ուրախ եմ, որ վերջապես մեզ հյուրընկալվեցիք։ Անկեղծ ասած, մեր հեռուստաալիքի խմբագիրը Ստելա Պետրոսյանը ինձ մի առիթով ասաց, որ վերջերս մի ներկայացում եմ դիտել, շատ հետաքրքիր անձնավորություններ են տեղում, շատ այսպես հավանեցի եւ հասկացա, որ ինքը ընդհանրապես շատ ինքնատիպ անձնավորություն է եւ ված չէր լինի, եթե Փակ TV-ն նրան մի օր հրավիրեր։ Ես իհարկե օգտվեցի առիթից, զանգահարեցի եւ ուրախ եմ, որ դուք չմերժեցիք ու այսօր մեր տաղավարում եք։ Սիրով եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե հասկացաք, որ դուք բաց եթերում եք, որտեղ ամեն ինչ թափանցիկ է, անմիջակ եւ սարսափելի ոչինչ չկա։ Երևի սկսեք այն իրավիճակից, որն այսօր Հայաստանում որում հայտնվել է։ Ձեր կարծիքով ինչպիսին է այդ իրավիճակը։ Գիտեք, թատրոնում եւ կինոյում պրոֆեսիոնալ արտահայտություն կա, պրոֆեսիոնալները այդ արտահայտությունը անում են, դա կոչվում է ավելորդ ակտիվություն ու ես հիմա իհարկե ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ հասարակական գործիչ, ոչ մի կուսակցության անդամ չեմ էլ եղել, չեմ էլ համակրել ու այդ իմաստով թվում է թե ու ես էլ եմ զգում, որ երբեմն իմ մեջ այդպես ինում են ավելորդ ակտիվություն, որովհետև ես խոսում եմ բաներից, որ գուցե ինձ չի վերաբերում, բայց մյուս կողմից էլ չեմ կարող անտարբեր լինել այն ամեն ինչի հետ, այն ամեն ինչի հանդեպ, ինչ որ կատարվում է մեր երկրում, եւ բնականաբար առիթների դեպքում փորձում եմ կիսվել իմ մտքերով։ Մեր մասին ինչ պետք է խոսեմ մենք մեր մասին ինչ խոսեմ ես Հայաստանում մենք արդեն պատերազմից հետո դե մենք ուրիշ ենք մենք կարելի ասել կործանված ենք եթե հիմա ասում են թե մենք գնում ենք կործանում ես այն կարծիքին եմ որ մենք արդեն կործանված ենք բայց գնում ենք խաղաղության Հա, եւ գնում ենք խաղաղության։ Եվ հետաքրքիր ինչ է, որ գնում ենք խաղաղության ինչպես։ Կործանվելով։ Տեսեք հետաքրքիր խաղաղություն, որ ասացիք, այդ մասին ասեմ երկու բան։ Ինձ թվում է, որ մենք հայերս հիմա որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես տեսակ ուսումնասիրման նյութ ենք դարել աշխարհի առաջ։ Մարդիկ ուսումնասիրում են մեզ, էլի։ Հիմա տեսեք, մենք ցեղասպանվել ենք եւ մենք զոհ ենք այդ իմաստով, բայց ասենք ցեղասպանին հայտնում ենք շնորհակալություն, հասկանում եք, սա ֆենոմենալ բան է։ Ցեղասպանագետները կարծում են պետք է այս մասին լուրջ մտածեն եւ ուսումնասիրություն անել։ Մենք ունենք հայ ցեղասպանագետներ, ցեղասպանության ամբիոն է բացվել համալսարանում նույնիսկ։ Սա ֆենոմենալ նյութ է։ Դիսերտացիայի, դոկտորականի։ Տեսեք, զոհը շնորհակալություն է հայտնում իրեն ցեղասպանողին, հա։ Մեր նախագահը, հա, այդ Վահագն Խաչատրյանը թե Խաչատրյանը նույն բանն է
շնորհակալություն է հայտնում ցեղասպանին։ Այս ֆենոմենալ բան է։ Եվ զոհը եւ ցեղասպանը իրար հետ խաղաղության մրցանակ են ստանում։ Այսպիսի բան աշխարհը նայում ու զարմանում է։ Դե հասկացաք, որ քաղաքական աշխարհը մի ինքնատիպ բեմ է, որտեղի այդ են գալիս տարբեր, այսպես ասած, կատարողներ, ինչպես ասում են, կրկեսը մեզ մոտ վաղուց գնացել է, բայց ծաղրազունները մնացել են։ Եվ մենք հիմա տեսնում ենք ինչ է կատարում։ Նախընտրական թողն ու բոս սկսվել է։ Մենք տեսանք, թե ինչպես է ԿՊ-ն ակտիվացել թոշակներ, պիտի բարձրացնեն, վիոլա ջրին անմիջապես պատասխանեցին, ոչ ջուրը պիտի ունենան մեր քաղաքի բնակիչները։ Էլ չեմ խոսում վերջին ցանցող հայտարարությունը, որ պայթացրեց ամբողջ համացանցը։ Աննա Հակոբյանը բաժանվեց Նիկոլ Փաշինյանից։ Դե այ քեզ ողբերգություն, այսպես ինչ կարող եք ասել։ Զարմանալի է, շատ զարմանալի է։ Մի ամիս առաջ ասում էր, թե թոշակներ ավելացնեն, ինչ պիտի անեն այդ 10,000 դրամը, վիրավորում էր էլի մարդկանց, հասկանում եք, այդ արտահայտությունը ահա որ վիրավորական արտահայտություն է։ Եվ դրանից հետո որոշեց, որ հա, գիտեն ինչ պիտի անեն, հանկարծ պարզվեց, որ այդ մարդիկ գիտեն 10,000-ը ինչ անեն։ Դե սա իհարկե պարզ է, որ սա նախընտրական PR քայլ էր, որովհետև հասկացան, որ իրենց ռեյտինգը ցածր է եւ կես միլիոնից ավելի թոշակառուներ կան, այս կամ այն չափով ուզեցին սիրաշահել այդ մարդկանց։ Բայց դե ժողովուրդը չեմ կարծում այդքան հիմար լինել, այդ ամեն ինչը հասկանալի է եւ այս բաժանումն էլ տեսա շատ անձնական է, այս մասին չի ուզում խոսել, բայց ինձ թվում է, որ Աննան ճամպրուկներն է հավաքում։ Եվ այս իրադարձությունից հետո ինձ թվում է ԿՊ-ում շատ մեծ տեղաշարժեր կլինեն։ Այս շատ կարևոր ազդակ էր։ Աննան հավաքում է ճամպրուկները։ Հաջորդը տեսնենք ինչ է լինելու։ Սպասենք մյուս սերիաներին։ Շատ հետաքրքիր գնահատական տվեցիք։ Աննան հավաքում է ճամպրուկները։ Այո, դուք հիշում եք։ Երբ ԿՊ-ին է։ Դուք հիշում եք, չէ՞, այդ 90-ականներին սկզբին, որ գնացքից թռնելու ժամանակն է, չէ՞, այդպես արտահայտություն կար, հիշում եք, ասում էին։ Պատմական արտահայտություն։ Գնացքից թռնելու ժամանակն է։ Հիմա Աննան տենց զգաց ճիշտ ժամանակը։ Դա ինքը խելացի կին է։ Ինքը զգաց, որ վերջ արդեն պետք է գնալ։ Թռչելու ժամանակ չկար գնացքից։ Թռչելու ժամանակն է, ինքը փորձում է, բայց դե ես չեմ ուզում կոպիտ բաներ ասել, բայց ես վստահ եմ, որ ճիշտ ազգային իշխանություն եթե գա, իհարկե Աննան ցուցմունք է տալու դատարանի առաջ, որտեղ ինքը պատերազմի ժամանակ բունկերում է եղել, ինքը շատ բան գիտի, ինքը ցուցմունք է տալու։ Այո, կյանքն է այդպիսին, բումերանգի օրինքը միշտ գործում է անկախ ամեն ինչից։ Կարեն, տեսեք, քաղաքական դաշտում շատ խմորումներ են գրում, օրեր առաջ էլ տեղեկացանք, որ Վանեցյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրությանը, փոխարենը ակտիվացել են մի 3-4 կուսակցություններ, որոնք պատրաստվում են մասնակցելու այս ընտրություններին, ստեղծում են անգամ դաշինքներ նախընտրական։ Ես գիտեմ, որ դուք կուսակցական մարդ չեք խառնվում այդ խաղերին կուսակցական, բայց դե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հասկանում եք, որ մենք ոչ միայն պիտի որոշենք եղանակը, մենք պիտի որոշենք մեր երկրի բախտը, քաղաքացիներս, այդ խմորումների մեջ տեսնում եք ինչ որ քաղաքական ուժ, որը կարող է մեզ այս վիճակից անել։ Գիտեք հիմա ինչ իրավիճակ է, այս տեսակ իրավիճակների առաջ մենք էլի ենք կանգնել, տեսեք 387 թվին, 387 թիվ, երբ որ մեծ հայքը բաժանվեց երկու մասի, բաժանման պատճառը նաև որն էր, որ առաջին անգամ բաժանվեց, որ քաղաքական եւ
հոգևոր այդ էլիտան իրանք էլ էին բաժանված եւ մի կեսը ասում էր կոպիտ բառ եմ ասելու բարգենք Պարսիկի տակը իսկ այն մյուս կողմը ասում էր չէ Հռոմի տակը եւ արդյունքում այսպես դրվեց եւ կիսվեց Հայաստանը Պարսկաստանի ազդեցությամբ եւ Հռոմի հիմա տեսեք իրականում այս տեսակ դիլեմայի առաջ էլի կանգնել է հայ ժողովուրդը իր էլիտայով հանդերձ ու հիմա մենք էլի դրա առաջ ենք հիմա մենք մի ուժը ասում է չէ Ռուսաստանի տակը այն մեկը չէ ասում է արևմուտքի տակը կամ Ամերիկայի տակը հիմա էլի հայ ժողովուրդը էլի պետք է ընտրի ինչ է անելու եւ կուզեի որ նաեւ այդ երրորդ տարբերակը լիներ որ կանգներ ասում չէ մենք չենք պարկելու ոչ ռուսի տակը ժամանակներն անցել Եվրոպայի ոչ Ամերիկայի մենք եկեք չպարկենք հասկանում եք այդպիսի ուժ պետք է գեներացվի ինձ թվում է ես շատ կուզեի որ այդպիսի ուժ մենք տեսնեինք այսինքն ոչ միայն տեսնեինք այլ տեսնեինք որ ինքը ընդգրկել է էլի շատ առողջ ուժեր առողջ բժիշկներ առողջ մարդիկ ես կուզեի որ այդ երրորդը լիներ բայց հələ ժամանակ կա հələ ձևավորումներ կլինեն նոր տեսնենք ինչ կստացվի հետո շատ կարևոր է թե ով Արցախի հետ կապված ինչ կասի վերջում Դե Արցախի կորուստը շատ մեծ ցավ էր եւ պիտի ասեմ որ մենք բոլոր հայերս էլ մինչեւ օրս չիմս չեն կարողանում ներել որ այդպիսի ինչպես ասում են երևույթ եղավ մենք կորցրենք Արցախը բայց փառք Աստծո կան մարդիկ որոնք ասում են ոչ Արցախը եղել է մնալու է հայկական որ գիտեմ կուսակցական լիդերների որ այդ մասին բարձրաձայնում են եւ դա ինձ ուրախացնում է բայց այնուամենայնիվ Արցախի կորուստը դուք որպես մշակույթի ոլորտի մարդ ինչպես տարաք Գիտեք պատերազմից հետո դեր ոչ հələ չէր այդ բլոկադան եղել դեր կարելի էր գնալ գալ մենք թատրոնով գնացինք Արցախ խաղացինք Ստեփանակերտում բան նույնիսկ Աղավնո գյուղում ենք խաղացել եւ այնտեղ գյուղապետը շատ հայրենասեր լավ տղա էր մենք այդ երեխաների առաջ խաղացինք եւ մանկական ներկայացում եւ մեծ ներկայացում մեծերի համար մենք շատ գիտեք թեկուզ այդպես մենք էլի հույս ունենք որ ինչ որ մի բան կմնա հետաքրքիր բան ասեմ ձեզ այդ ժամանակ որ մենք այնտեղ ենք ես մոտենում էի մարդկանց տարբեր ասում էի լավ դուք արցախցիներդ ինչ եք մտածում ասենք հիմա ինչ պետք է լինի Գիտեք մարդկանց մի զանգված կար, որ հասկանում էին, որ շատ վատ գուցե լինի ավելի ու նույնիսկ պատրաստ, գիտեք ինչ էին ինձ ասում են, մենք պատրաստ ենք նույնիսկ թեկուզ ռուսական անձնագիր վերցնել, եթե հասկանանք, որ միակ ելքը դա է մնացել։ Այսինքն խեր ժողովուրդը, այն որ ասում էր ձերքը գցել էր արդեն փրփուրներին, ու զգացում էր, որ օդը ավելի շիկանում է եւ իհարկե այդ կորուստը ինչ ասեմ դա կորուստ չէր մենք ենթարկվեցինք նորից ցեղասպանության հասկանում եք էթնիկ զտում եղավ եւ աշխարհը քաղաքակիրթ աշխարհը սիրուն նայեց այդ ամեն ինչին անձայն անհաղորդ ու դա դարավ մեր խնդրեմը էլի մեր խնդրեմը դարավ դա միայն մեր դարդուցավը դարավ ինչպես այսինքն ոչ թե մարդկության այլ մեր Ինչպես որ դարասկզբին եղավ 20-րդ դարի, ցեղասպանությունից հետո ինչ եղավ, բոլորը ձեռքերը լվացին, Եվրոպան, բոլորը ոչ մեկին հետաքրքիր չէր եւ Ֆրիթյոֆ Նանսենը մեր ժողովրդի լավ բարեկամը, այդ առիթով ասել է խաբված ժողովուրդ, մեզ է ասել, ինքը գրել է այդ մասին, խաբված ժողովուրդ, մենք խաբվեցինք, ցեղասպանությունից հետո մեծ հույսեր կար Լոզանի պայմանագրի հետ կապված, բայց այնպիսի պայմանագիր էր դա, այնպիսի բան եղավ, որ աշխարհը բացարձակ ոչ խոսեց ցեղասպանության մասին, ոչ այդպիսի բան եղե, ոչ գոնե մշակութային ինքնավարություն, ոչ մի բան բացարձակ ու նույնն էլ հիմա է, ոչ մեկը չի եղել, եւ այս մեզ տականքն էլ, ասում է, թռնեք վերևիշնեք ցած, Արցախի թեման փակ է, վերջացավ Սարսափելի է, դա սարսափելի բան է։ Ես իհարկե կուզեի որ մի քիչ խոսենք մշակույթից, այսօր մեր մշակույթի վիճակը ինչպիսին է։ Դուք որպես թատրոնի մարդ, ասինքն
Մարդուրի բավականին երկար ճանապարհ է անցել եւ եթե չեմ սխալվում դեռ 80-ականներից է չեմ բեմ դուրս եկել։ Իմ բեմական գործունեությունը սկսվում է 1984 թվականից։ Տեսնում եք։ Դե Եվ դա ընդհատվել է միայն 2 տարով, այն էլ սովետական բանակում ծառայելու ընթացքում։ բարձ է։ Իսկ այսօրվա վիճակը ինչպիսին է այդ որպես ճանապարհ անցած մարդու։ Դե տեսեք, 2 թատրոն ԿՊ-ն փակեց։ Այո։ 2 թատրոն։ Ես էլ եմ ասել, թուրքն է փակել հայկական թատրոններ, թուրքը։ Եվ հիմա էլ եմ ասում, հայկական թատրոն փակողը թուրք է։ Տեսեք, մենք այնպիսի մի էլիտա փաստորեն ունեցանք հիմնականում մշակույթի գործիչներ, որոնք բացարձակելի անտարբերություն։ Հիմա ես վստահ եմ, 2 թատրոն էլ փակվի, էլի նույնն է լինելու։ Ոչ մի արձագանք, ոչ մի բան, հասկանում եք։ Ինչ որ sense վախ է, թե ինչ է մտավորական էլ չկա, ուրա մտավորական, ով ինչ պետք է բարձրաձայնի, ինչ պետք է բարձր, ոչ մի բան։ Դա ֆենոմենալ բան, գործող թատրոններ, խաղացանկով, աշխատակազմով իրանց հանդիսատեսներն ունեին, դրեցին, փակեցին 2 թատրոն ու հիմար պատճառաբանություններով, հիմար, ոչ պրոֆեսիոնալ եւ ինչ թատրոնի մարդիկ ձայն չանեցին մեծ հաշվով, հասկանում եք։ Ես դա եմ ուզում ասել, բաուր էին թատրոնի ձեր ղեկավարները։ Ղեկավարները ամեն մեկը պաշտոն ունեն, պոակի ղեկավարներ են, են, սաղն է վախենում են, կախյալ են, կախման մեջ են, պաշտոններից են վախենում, ձեն չես անում լավ է, պետությունը իշխանությունը կշոյի գլուխը, բոնուսներ կտա, բան կանա, հյուրախաղեր, բաներ, դեպպես էլի։ Իժանագին։ Հա, որտեվ հետո գիտեք Արցախի կորուստից հետո հիմա 2 թատրոնի, բայց այստեղ ինչն է տակի, այս վերջերս մենք եթե նկատել եք անընդհատ խոսակցություն է գնում, թե ինչի մենք չունեցանք մեր Աքրամ Այլիսլին, այդ մասին է շատ խոսում, չէ՞, գիտենք այդ ադրբեջանցի գրողը ինչ որ շատ անկեղծ բաներ է գրել իրեն չխնայելով եւ ադրբեջանցիներին, որովհետեւ աշխատել ազնիվ լիներ խղճի, իր խղճի հանդեպ, խիղճը պահել, գոնել։ Մենք չունեցանք այդպիսի մեկը, հա, մենք հիմա ասում ենք, ինչի մենք չունեցանք այդպիսի մեկը, որ ասեր, բարձրաձայներ, սիրտը սենց հաներ դներ սեղանին, պատկերավոր եմ ասում, մենք չունեցանք, բայց դրա տեղը ունենք, ասենք, ինչ ունեցանք, մենք ունեցանք ԿՊ-ի մտավորականներ, հասկանում եք, ասենք, ծառայում են, լոբինգ են անում, գովում են, իրենց ջայլամի պոզայով կանգնում են, հա, ու դա այնքան զզվել, այնքան գռեհիկ է։ Հիմա տեսեք, 231 դպրոց փակում են, չէ՞։ Այո։ Դուք տեսել եք մի հատ մտավորական ձայն հանի։ 231 դպրոց։ Սարսափելի է, գիտեք, որ մտածում են։ Նայեք, այն օրը Հակոբ Մովսեսին եմ նայում իդեպ ԿՊ-ի թիվ 1 մտավորականն է դարել։ Հենց գովում է, ես մտավորականում ինքը իշքան գիտեմ բանից է, Աշոտskից է, ընդեղից է ծնունդով։ Հիմա ես դիմում եմ քեզ Հակոբ Մովսես։ Աշոտskի դպրոցը փակում են, տեղյակ ես։ Դու նորմալ ես նայում։ Հա, կամ այդ Աշոտskի տարածք միայն Շիրակի դաշտավայրում 40-ից ավել դպրոց է փակում Շիրակի մարզում, պատկերացնում եք 40-ից ավել։ Ու դուք պատկերացնում եք Սա նորից աղետ է, ինչի, որովհետև գյուղը բան կլինի, դատարկվում է, գյուղի դպրոցը, դա միայն դպրոց չէ էլի, գյուղի դպրոցը դա կարող է լինի, եկեղեցի է, դա գրադարան կարող է լինի, գյուղի դպրոցը, դա բեմ է, որտեղ նույնիսկ, մենք եղել է, որ թատրոնով գնացել ենք, ինչ-որ գյուղում խաղացել ենք, դալի չկա, գյուղի դպրոցում ենք խաղացել, հասկանում եք, ճաշարանում ենք խաղացել ենթադրենք կամ իրանց գյուղի դպրոցը դա հմուտ ձեռքերի խմբակները երաժշտական դպրոց ինչ ասես գյուղի դպրոցը դա ավելին է քան դպրոց գյուղի մտավորականը ինտելիգենտ այսպես ասեմ ավելին է քան ուղղակի ինտելիգենտ եւ այդ երեխաները որ պատկերացրու գյուղում չկա ուսուցիչ դա այդ երեխան ումից պետք է օրինակ վերցնի իր համար ով պետք է լինի հեղինակություն ով
ասենք գյուղի այն չոբան տղեն, որ թողել է եկել այստեղ պարետ է աշխատում, հա դա պետք է լինի օրինակը, որը պետք է լինի, այդ երեխեն ինչ կամ այդ դու գիտեք այդ աշոցքը նեղ ճանապարհները փակվում ձմեռները, ասենք հիմա ինչ են ուզում ասեն, օրինակ ես հիմա ուրիշ մարզերի մասին չեմ, ես գյումրեցի եմ, էլի, ես լենականցի տղա եմ, ես դրա համար իմ մարզից եմ խոսում, թող մնացած իրանց մարզերից խոսեն, այնտեղ լինում է որ ճանապարհները փակվում են ձմեռները եւ վերջ դու ոնց բլոկադայի մեջ ես, այս մի գյուղից տանես մյուս գյուղ այդ դպրոց ոնց է լինելու դա այդ ինչ կամ ասենք դու եթե գյուղը դատարկում ես սահմանամերձ գյուղը սահմանապահ գյուղ է դա չի կարելի այդպիսի բարձր լեռնային գոտիներում այդ դպրոցները հակառակը ամեն ինչ պետք է արվի որ այդտեղ ապրելը սովորելը լինի ձեռնտու ասենք ուսուցչին տանում ես այնտեղ ասում ես ես քեզ $5 միլիոն եմ տալիս տունը տալիս եմ աշխատի դեռ տեսեք ինչ ծնելիություն կլինի եթե դու դպրոցը հանում ես ծնելիությունը ընդհանրապես կվերանա բայց մարդը կասի այ մարդ եթե գյուղում դպրոց չկա իմ երեխուս անեմ տանեմ չգիտեմ Ռուսաստան Եվրոպա միտեղ չգիտեմ տանեմ կամ էլ քաղաք Երևան ու Երևանը էլի լոճում է այլանդակվում է հսկայական արդեն տարածքներ կողքի գյուղերն արդեն ինք իր մեջ վերցրել հա դարել մի հատ աննորմալ ծնունդ է դարել իսկ մարզերում մարդ չկա դատարկվում է ուստեղ էլ հիմա Վիոլանը ասում է այսքան բնակչության այսքան ջուրը չեմ կարող հասցնեմ հասկանում եք էսը աղետ վաղը ստեղ ջրի մեծ խնդիր է լինելու մեծ դե եթե ձեր ասածին ավելացնենք նաև այն իրավիճակը որ այսօր հազարավոր մարդիկ են հեռանում Հայաստանից փաստորեն գաղթը սկսվել նոր դեպի Ռուսաստան Եվրոպա չգիտեմ եւ եթե այսպես շարունակվի ոչ միայն գյուղերի դպրոցներն են դատարկվելու, այլ նաև մոտակա շրջանների, որտեղ այն քաղաքականությունը, որ քպընտանում է, դա ոչ միայն կործանարար է, դա պարզապես մահացու է։ Գիտեք Հայաստանից տեսեք ինչ հետաքրքիր բան է սովետի մեջ Հայաստանը դուք գիտեք ինչքան ներգաղթ եղավ տարբեր սփյուռքը հայեր եկան բան արեցին որովհետև վերջապես Հայաստան բան այսինքն գոյաբանական խնդիր չկար կարելի էր ապրել քիչ թե շատ ճիշտ է սովետը ռեժիմ էր կարմիր տերոր էր եւ այլն սաղ է բայց միևնույն է եկան մտավորականներ Միասնիկյանը բերեց սրան մի քիչ դերասաններ եկան ճանաչված թատրոն Սունդուկյան առաջի պետ թատրոն երկրորդ եւ այլն համալսարան բացվեց էլի պրոֆեսորների բերեցին դրսից բան եւ այլն այսպես շարժ կար եկան սովետի ժամանակ այդ բռնատիրական այդ բաների մեջ տերորի մեջ 30-ականներ չգիտեմ հետո պատերազմից հետո 46-ին այտենց եկան նորից տարան Ալտայսկի կրայի խեղճերին էլի գալիս էին մարդիկ բայց հիմա պատկերացրեք նոր անկախ Հայաստանում փոխանակ ամեն մի հայ երազի գա ներգաղթ լինի չեն գալիս Հայաստան հակառակ այստեղից գնում են տեսեք մենք երբ որ հարակվե արեցինք հա ասենք անկախության չէ այո գնացինք Հայաստանի բնակչությունը ավելի շատ էր քան թե հիմա այնինչ հիմա այդ 30 տարում գոնե պետք է կրկնապատկվենք մենք 6 միլիոն լինենք լավ 6 է 5 միլիոն լինենք 30 տարում ասեմ ավելին Արցախը պետք է գոնե լիներ 5 միլիոն Դուք պատկերացնում եք Արցախը պատերազմից առաջ ինքը այնքան էր, ավելի գուցե շատ էր իր մարզ գյուղերով, քան թե հիմա վերջում է պատերազմը 20 թվին։ Այդ հնարավոր չէր 5 միլիոն սարքել գոնե Արցախի բնակչությունը։ Այս 30 տարվա մեջ ինչի են գնում մարդիկ։ Գնում են, որովհետև միշտ իր հայրենիքում ինքը իրան ապահով չի զգում։ Ինքը ունի անընդհատ անարդարության զգացողություն, անիշխանություն, զորբայություն։ Ինքը ասում է այմարդ, ինչի պիտի տանջվեմ սրան ձեռը։ Եվ հետո ասեմ ձեզ, ի վերջո հետո շատ անկեղծ խոսենք։ Նիկոլը ինքը այս ամեն ինչի արդյունք էր այս 30 տարվա, հասկանում եք։ Այն աղբանոցը, որ ստեղծվեց, այդ հեշեից, այդ ինչ կատարվեց, այդ ամբողջ խորհրդային միության այդ պոտենցիալը սեփականաշնորհվեց կոպեկներով, սրան, նրան,
Սա ծախեցին, մսխեցին, կերան այդ ամեն ինչը, բոլորը գնացին, տեխնիկական գիտությունների տեխնացուներ ունեին, գյուտարարներ, սա որտեղ գործազուրկ մնացին, սա գիտական արտադրություն, չգիտեմ ինչ, սա ծախեցին, ու այդ ամբողջ այդ աղբը, այդ անիշխանությունը, քաղաքական սպանություններ, այդ տանջանք եւ այլն, ու այդ աղբը մեծացավ, հետո նորից Քոչարյանի ժամանակ մեծացավ, Սերժի ժամանակ մեծացավ եւ այդ աղբի մեջ պարզը որ պետք է ծնվեր Նիկոլի պես ինչ-որ մի հատ մուտանտ, հասկանում եք, բնության ու կենթանական աշխարհին անհայտ, որ ասենք հիմա Դարվինին բերես, չի հասկանա, այս ումից է խաչա սերվել։ Այս աղբի մեջ այդպես պետք է լիներ։ Սա արդյունք է։ Եթե մենք այսպես խոսում ենք Նիկոլ, ինքը արդյունք է, ինքը իտոգ է։ Այդ բարուսերն եմ ասում, այսքան տարվա հասկանում եք, հա, Նիկոլը ամփոփեց, հիմա թե սա այս ամփոփումից հետո մենք հայերս ինչ-որ մի բան գուցե շատ հասկանանք ու մի հատ փոխենք մեր մեջ, մեր արժե համակարգը, մեր ամեն ինչը, չգիտեմ, ես հույսեր ունեմ, որ գոնե այսքանից հետո մենք մի քիչ խելքի կգանք, մի բան կփոխվի մեր մեջ, հասկանում եք, տեսեք մենք 4000 տարուց ավելի ժողովուրդ ենք, եթե հաշվում ենք Հայկու Բելի ճակատամարտից, այդ Ռեմոն Տալիշյանի հաշվարկով բան, 4000 աշխարհը պետք է գա մեզնից հարցնի, թե ինչ անենք մենք, դուք այսքան ապրել եք, այսքան բան, այսքան դուք ճանապարհ եք անցել, իսկ այսօր մենք հիմա ասում ենք, բանը, Մոսկվան ինչ կասի, Բրյուսելը ինչ կասի, այս կարելի է այսպես, սա ինչ է, սա աշխարհը նայում է մեր վրա խնդում է, ծիծաղում է, հասկանում եք, Մենք զվարթնոց տաճար ենք սարքում, հրիփսիմե ունեինք, Եվրոպան էլ քրիստոնյա չէր, երկրներ կան, որ քրիստոնեություն չէին ընդունել ժամանակ, հասկանում եք, 7-րդ դարում մենք այնպիսի բան ենք արել, մենք միջնադարում ունեցել ենք Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան, եվրոպական շատ երկրներ չունեին դա, համալսարան ինչ գիտեն ինչ բան է, մենք այսպիսի, ու հիմա մենք այսպես ինչ ասեմ, դարել ենք եսիմ ինչ, անհասկանալի մի հատ բիոզանգված ենք դարը, մենք մարդահամար ենք մենք, ու սա շատ ամոթալի է վիճակը, ես չգիտեմ, հունիսին գուցե գիտակցենք այս ամեն ինչի մասին և փորձենք դուրս գալ, չգիտեմ։ Կարեն, շնորհակալ եմ հանկեղծ զրույցի համար, գիտես, ուրախ էի, որ քեզ հյուրընկալեցի, առաջին հանդիպումն է և ես շատ անձամբ տպավորված եմ, կարծում եմ առաջիկայում առիթ կլինի նորից հանդիպելու, որովհետև քեզ նման մարդիկ պետք են, դու ասեցիր մտավորականների պակաս, իրոք շատ այսօր զգացվում է, շատ քիչ մտավորականներ կան, ես հիշում եմ ժամանակին ինչպես էր պայքարում Հայաստանի համար Պերճ Զեթունցյանը, որ այդ լավ բարեկամներ են, և ինչ ապրումներ, Սիլվա Կապուտիկյանը, էլ չեմ խոսում մեծ դերասաններից, Խորեն Աբրահամյանից, որոնք Հայաստանում էին ապրում և ամեն տեղ փորձում են հայ ներկայացնել այնպիսին ինչպիսին կա, բայց այսօր ունենք այն ինչ ունենք, ես կարծում եմ, որ հունիսին իսկապես կարող է շատ բան փոխվել։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք դերասան ռեժիսոր Կարեն Խաչատրյանին։ Հավատացեք, որ նման ազնվորությունները պիտի ավելի հաճախակի հյուրընկալվեն Փակ TV-ում, որովհետև նրանց կարծիքը շատ կարևոր է նաև մեր ունկնդրի համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։